Ես հարցրի չեմ պատասխանի, հիմա կհաղթենք, հետո առանձին հարցեր ես։ Արդյունքների մասին ինչ տեղեկություններ ունեք։ Դեռ ընտրատեղամասերը չի փակվել, ինչ արդյունքներ։ Չի փակվել, բայց ակտիվ մասնակցություն կա։ Իսկ խախտումների մասով ինչ կարող եք ասել։ Չեմ նկատել այնպիսի խախտումներ, որոնք տենց անգամ ընդդիմությունը կբարձրաձայնի, կան թեթև թերություններ, որոնք տեղում անգամ շտկվել են, բայց ինչպես տեսնում եք, հանգիստ ընտրական պրոցես է եւ կարծում եմ ընտրատեղամասերը փակելուց հետո էլ կարձանագրենք այս մասածները։ Խոյի համայնքապետը Յալոյանը մի շարք ընկերների հետ քաղաքացիական պայմանագրի գրասենյակի մոտ էր, կարծես ուղղորդում էր քաղաքացիներին եւ բնակչության մեծ մասը այդ կարծիքը ունի, որ լսել եմ տարբեր լրատվամիջոցներից, բայց նաև տեսել եմ, որ որքան է հերքվում նույն բաները, հա։ Այսինքն ասում են, օրինակ մարզպետի նկարը գցել են, ասում են մարզպետը չգիտեմ որտեղ է։ Այսինքն մարզպետը պետք է համայնքում չլինի, որտեղ ընտրություն է։ Նորմալ կլինի, որ մարզպետը օրինակ չգիտեմ համայնքում չլինի։ Կամ խոյ համայնքի ղեկավարը ինչ որ միտեղ չլինի, կամ պետք է անպայման մենակով կանգնած լինի։ Ուզում եմ ասեմ, որ բոլոր ինչպես տեսնում եք, թե դիտորդական առաքելությունը, թե ընդդիմադիր լրագրողների ինչ որ իրենց անհանգստացնում է, արձանագրում են եւ դրանց հետևից գնալը շատ հեշտ է լինելու, այսինքն արձանագրեք եւ եթե լինեն խնդրահարույց բաներ, բնականաբար ամեն ինչ ուղիղ եթերում տեղի ունենում էլի։ Եվ նաեւ կարծիքներ կան, որ ոստիկանական ուժերը խիստ կուտակումներ կան, դա ինչի հետ է կապում, ոչ թե հասարակական կարգն են կարծես թե պահպանում, այլ օրինակ Հայաքվեից դիտորդը արձանագրեց, որ քաղաքացին դիմել է խախտումների մասին, ոստիկանը ուշադրություն չի դարձրել, չի արձանագրել։ Տեսել եմ, որ այստեղ ավելի շատ ոստիկան կա, ոստիկանը կողքից խոսում է, ասում է, չէ, տեսեք, իրանք եկել են, ես գնում եմ, կամ ես եկել եմ, իրանք արդեն գնում են, կամ սահմանված է այսքան երկուսը տեղում են, այսինքն խախտում, որպես այդպեսին չկա, միգուցե առաջի տպավորությունը մարդու մոտ այնա որ խախտում է, բայց մարդը շատ լավ է, որ խոսքի ազատություն կա, այդ ամեն ինչը բարձրաձայնվում է եւ տեղում հերքվում է, էլի։ Հետո որ ասում եք ոստիկանական ուժերի կուտակումներ։ Տեսեք, քաղաքական ակտիվ պրոցեսը եւ շատ լավ է, որ ոստիկանությունը կարգու կանոնը պահում է, այսինքն այդպես նորմալ չէ լինի, որ այս քաղաքական ակտիվ, ամենաակտիվ պրոցեսների ժամանակ ոստիկանական ուժեր չլինեին, դա նորմալ չէ լինի, եւ կարգու կանոն պահելու համար է։ Ինչ եք տեսել, այսինքն որ մի քաղաքացուն են բան արել, հրել կամ, չգիտեմ, իրենց գործառույթը չեն կատարել կամ բան են մարդին վերել ընտրության, ինչ խախտում կա, ինչ խնդիր կա։ Շատ լավ է, որ ոստիկանական ուժերը ակտիվ իրենց կարգը պահպանում են մեր քաղաքացիների համար։ Այնուամենայնիվ ընտրությունները դեռ չեն ավարտվել, դեռ շարունակվում են, բայց այս պահի դրությամբ դուք ձեր տվյալներով ինչ եք կարծում, Արգիշտի Մեխակյանին կհաջողվի 50+0 հավաքել, թե կլինի Գյումրի 2 կամ Փարաքար։ Տեսեք, նախ Գյումրին ու Փարաքարը տարբեր դեպքեր են եւ համեմատելի չեն։ Ի նկատի ունեմ ընդդիմությունը այստեղ կմիավորվի։ Ես այսօրվանով չէ, որ պետք է դատեմ, ես քարոզարշավի ընթացքում էլ իմ անձնապես իմ ստացած տպավորություններով եկեցեմ, ասեմ, որ շատ ջերմ են եղել հակերում եւ քաղաքացիները շատ ակտիվ, ես մեկ նման ջերմ ընդունելություն տեսել եմ 20 թվականից առաջ մեր օրինակ քարոզարշավի ժամանակ 18 թվականի դեկտեմբերին էր քարոզարշավ գիշեր, նման ջերմ ընդունելություն օրինակ այն ժամանակ եմ տեսել, sense ակտիվ քաղաքացիների կողմից բոլորը ողջունում են, անգամ ես ասեմ, այս վերջին հանրահավաքի ժամանակ, երբ որ քայլերթով եկանք հրապարակ հանրահավաքի, այդ քայլերթի ժամանակ ընդդիմադիր շտաբներից դուրս էին եկել եւ մեր ողջունում էին, այսինքն շատ ակնա եղել է, որ օրինակ այդ հաղթանակ դաշինքի գլխարկով մարդը դուրը բացել է, երբ որ անցել ենք լսել Արգիշտի Մեխակյանին, այդ գլխարկով բացվեց, բայց մեր տեխնացիներ դուք մենք ձեզ կտրեք, այսինքն անգամ այն մարդիկ, որոնք կարող է ֆինանսավորվում են անգամ այդ մարդկանց միևնույն է շատ ջերմ են վերաբերում պարոն Մեխակյանին եւ այն ինչ ես տեսել եմ քարոզարշավի օրերին ինձ վստահություն է տալիս որ դա նաեւ արձանագրվելու է վերջնարդյունքում բայց հիմա սպասենք մեկ հատ քիչ մնաց Տիկին Հակոբյան եւ ամփոփելով այսքան արդյոք են հավաքվել այստեղ ինչի բնակիչներն են եւ Վաղաշապատ համայնքի բնակիչներ են եւ շատ լավ է դուք կարող եք տեսնել մեր տարբեր համայնքի ներկայացուցիչների Երևանի տարբեր մարզերից եւ դա խոսում է մեր շատ թիմային լինելու մասին այսինքն այս նույն մարդիկ նույն Լոռու մարզում երբ որ ջրհեղեղ էր գնացել են եւ օգնում են այնտեղի մեր թիմին հիմա անդրությունը եկել են այստեղ են օգնում եւ դա միայն մեր կուր թիմ լինելու մասին է խոսում